Ադրբեջանից նշել են, որ խաղաղության պայմանագրի կետերից մեկն էլ պիտի լինի այն, որ Բաքվում տեղ ունեցող դատավարության հարցով Հայաստանը համագործակցի իրենց հետ։ Ինչպես եք դուք պատկերացնում եք համագործակցությունը, արդյոք Ադրբեջանի պահանջը, որ Հայաստանում գտնվող այն մարդիկ, ովքեր մասնակցել են Արցախյան պատերազմներին, պիտի արտահանձնվեն Ադրբեջան, դուք ինչ-որ կերպ պատկերացնում եք։ Գիտեք, նախ ձեր ձևակերպումը չեմ կարծում, թե ճշգրիտ է, որովհետև այնինչ պետք է լինի խաղաղության համաձայնագրում, արդեն իսկ կա խաղաղության համաձայնագրում եւ ուզում եմ ընդգծել, որ խաղաղության համաձայնագրում միակողմանի ոչ մի դրույթ չկա։ Սա շատ կարևոր ընդգծում է։ Այսինքն խաղաղության համաձայնագրու նախագծում չկա մի դրույթ, որ վերաբերվում է Հայաստանի Հանրապետությանը եւ չի վերաբերվում Ադրբեջանին։ Դա է պայմանագրի էությունը եւ ցանկացած իրադրության առումով կարելի է նման մեկնաբանություններ անել։ Ես հիմա եւ ուզում եմ ասել նաեւ, որ ըստ էության ես այդպիսի մեկնաբանություն չեմ տեսել եւ նաեւ չեմ մեկնաբանի ձեր փոխանցմամբ ամենայն հարգանքով, որպեսզի թյուրըմբռնումներ չլինեն, բայց ելի եմ ասում, խաղաղության համաձայնագրի նախագծում չկա մի դրույթ, որը վերաբերվում է կողմերից մեկին, բոլոր դրույթները վերաբերում են արտահանձնման վերաբերյալ որևէ դրույթ խաղաղության համաձայնագրում չկա։ Ես չեմ կարող մեկնաբանել որևէ բան, որ ես ինքս անձամբ չեմ լսել, որովհետև ասում եմ ամենայն հարգանքով պետք է ինքս ծանոթանամ, թե ինչի մասին է խոսքը։ Պարոն Փաշինյան, երկար ժամանակ այդ երկու դրույթների շուրջ բանակցություններ կային եւ Հայաստան ըստ էության չէր համաձայնում։ Քիչ առաջ ինչպես փոխզիջում բառը, ուզում եմ հարցնել, որն էր այդ փոխզիջումը, ինչ է ստացել Հայաստանը համաձայնելով այդ երկու կետերին։ Եվ օրինակ ասում եք չկա մի դրույթ, որը միակողմանի է, բայց օրինակ եվրոդիտորդների հետ քաշումը կարծես թե միակողմանի է։ Գիտեք, խաղաղության համաձայնագրի նախագծում եվրոդիտորդների մասին ոչ մի բառ, ոչ մի նախադասություն չկա։ Ներողություն եմ խնդրում։ Խաղաղության համաձայնագրում կա երրորդ ուժերի երկրների ուժերի տեղակայման մասին։ Սա նշանակում է, որ խաղաղության համաձայնագրի ուժի մեջ մտնելուց ինչպես Հայաստանը, այնպես էլ Ադրբեջանը երրորդ երկրների ուժեր չպետք է տեղակայեն սրանից բխող բոլոր հետևանքներով։ Ես չեմ կարծում, որ ձեր տեղեկատվությունը այդ առումով ամբողջական է։ Կարելի է, պարոն Փաշինյան։ Այո։ Պարոն Փաշինյան, դուք բացառում եք, որ որևիցե փուլում մեղրիով ճանապարհ միջանցք որևէ տարածք եք տրամադրելու Ալիևին, Բաքվին եւ թուրքական լրատվամիջոցներն էին այս օրերին Հայաստանում, դուք հարցազրույց եք տվել հայոց ցեղասպանության հետ կապված կոնկրետ ինչ եք ասել, հա? Օրինակ դա համարել եք պատմական անհերքելի փաստ, թե ասել եք, որ եկեք այլ օրակարգով առաջ գնանք, ինչ եք ասել թուրք լրատվամիջոցներին։ Այսօր հարցազրույցը, եթե չեմ սխալվում, ամբողջությամբ եթեր կհեռարձակվի։ Եթեր կհեռարձակվի եւ դուք ձեր հարցերի պատասխանները կստանաք։ Ինչ վերաբերվում է ձեր առաջին հարցին, որը վերաբերվում էր ես ընդամենը 2 օր առաջ, թե գուցե 3 լավ վերջերս այդ թեմայով հոդված եմ գրել, մանրամասն Խնդրում եմ հիմա ասեք, բացառում եք, թե չեք բացառում։ Ես ասել եմ, որ Հայաստանի Հանրապետության մոտեցումը խաղաղության խաչմերուկ նախագիծն է եւ այն ինչ տեղավորվում է խաղաղության խաչմերուկ նախագծի մեջ, մենք իհարկե պատրաստ ենք իրագործել։ Ճանապարհների ապաշրջափակումը, բայց իրենք միջանցք են ուզում։ Դուք բացառում եք, որ կտակ։ Կներեք, ես հատուկ ես գրավոր տեքստ եմ գրել, որպեսզի բանավոր տեքստերը վերաձևակերպվեն, չդառնան այլ վերնագրեր։ Այդ տեքստը հրապարակային է, ցանկացած կտոր կարող եք մեջ բերել։ Հիմա ասեք, բացառում եք, թե չեք բացառում, պարոն Փաշինյան։ Ուղիղ հարց եմ տալիս, որպես լրագրող, դուք որպես լրագրող ուղիղ պատասխանեք։ Բացառում եք, թե չեք բացառում։ Ինչն եմ բացառում։ Որ Ադրբեջանին մեղրիով երբևիցե ճանապարհ միջանցք ցանկացած այլ բան Ես կներեք, ես ոչ միայն ներողություն, տեսեք ձեր հարցը։ Ես ոչ միայն չեմ բացառում, այլև հաստատում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է հաղորդակցությունները, տրանսպորտային եւ տնտեսական հաղորդումները ապաշրջափակել, այդ թվում
Ադրբեջանի արևմտյան շրջանների եւ Նախիջևանի ինքնավար հանրապետության միջև Հայաստանի հանրապետության ինքնիշխանության, իրավազորության, տարածքային ամբողջականության շրջանակներում եւ դա հստակ ձևակերպել են բազմիցս, այդ թվում նախորդ շաբաթ ներողություն մի րոպե սպասեք դուք տվեցիք ձեր հարցը բայց չեք ասում իմ հարցի պատասխանը որովհետեւ ձեր հարցի պատասխանը շատ հստակ ես ձևակերպում եմ շատ հստակ չեմ հասկանում այ դա ձեր վերնագրերից երևում է որ դուք չեք հասկանում ես վստահ չեմ որ դուք խոսում եք ճանապարհների ապաշրջափակումից պարոն Փաշինյան ես հարցնում եմ ճանապարհ տալու եք թե այո տալու ենք այո շատ լավ եւ ճանապարհ տալու ենք ինչպես ենք ճանապարհ տալու իմ վերջին հոդվածում մանրամասն գրանցված է ձևակերպված մենք սպասում ենք Ադրբեջանի պաշտոնական պատասխանը եւ երբ որ մեր առաջարկին Ադրբեջանի պաշտոնական պատասխանը լինի հենց հաջորդ վայրկյանից մենք պատրաստ ենք մեր առաջարկի իրագործման ներողություն եմ խնդրում մենք պայմանավորվեցինք որ ամեն մեկը մի հարց է տալիս ձեր հարցի պատասխանը այն է ինչ որ հնչել դուք Պետք է լուրջ եք հարցնում։ Հա, որտեւ հիմա քննարկում կա։ Ո՞վ է քննարկում։ Քոչարյանականները ասում են ով է կներեք Ռոբերտ Քոչարյանը չէր իր ասուլիսում վերջերս տեսա հայտարարել, որ հարցրել եք դուք եք հարցրել թե ուրիշ մեկը, որ ասել են, բա ինչի պարտվեցիք ընտրությունները, ասեց, որովհետեւ ժողովուրդը դուք եք հարցրել, ասեց, որովհետեւ ժողովուրդը քվեարկել է Նիկոլ Փաշինյանի օգտին։ Բա հիմա ինչ են քննարկում։ Դուք զգացել եք 18 թվականին Քոչարյանականների աջակցությունը հրապարակել։ Ես ընդհանրապես Քոչարյանականների գոյությունը չեմ զգացել 18 թվականին։ Նաև եք զգացել, որ իրեն դատում եք եւ որ իր հետ կապված տարբեր օրինակ բաներ եկան նախկին իշխանություններից, զգում եք իրանց ներկայությունը։ Դե գիտեք, դուք ասում եք, որ ես Ռոբերտ Քոչարյանի նախկին իշխանությունների։ Դուք ասում եք, որ ես իրան դատում եմ, իսկ ժողովուրդն էլ ընդհակառակ ասում է ես իրան չեմ դատում։ Հիմա ես իրան դատում եմ, թե ես իրան չեմ դատում։ Ժողովուրդը նաև ասում է, որ դուք իրենց պահում եք քաղաքական դաշտում, որ ձեր իշխանությունը ամուր լինի եւ ձեր թիմակիցներն էլ ասում են, ինչքան Քոչարյանը խոսում է, մեր ռեյտինգը բարձրանում է։ Որ ասեք պահելու մեխանիկան որն է, ես կասեմ, այսինքն ինչ նշանակում կապել ենք որևէ տեղ կապել ենք կարող քաղաքական գործոն եք դարձնում, քաղաքական բայց ներողություն, ես չեմ կարծում, թե նրանք ընդհանրապես քաղաքական գործոն են, բայց եթե ներողություն եմ խնդրում, ես չեմ կարծում, թե նրանք քաղաքական գործոն են, եթե խաղաղության համաձայնագրի նախագծի հետ կապված հարցեր չունեք, ես գնամ իմ գործերը։ Ես ունեմ հայցերից փոխադարձ հրաժարվել լինելու է, բայց չգիտեմ կկրկնվեմ թե չէ, պարոն վարչապետ Բաքվից հայտարարությունը եղավ, ԱԳՆ-ն նաև արձագանքեց, բայց Բաքվի արտգործնախարարության հայտարարության մեջ նշվում է, որ համաձայնեցվել է հիմա Հայաստանը, ես մոտավորապես եմ ասում, բայց իմաստային է, որ հիմա Հայաստանը պետք է արդեն սահմանադրությունը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման եւ սահմանադրության փոփոխության ուղղությամբ քայլեր անի։ Սա արդյոք նշանակում է, որ փաստաթուղթը ամեն դեպքում չի ստորագրվի, քանի դեռ այդ հարցերի պատասխանը Բաքուն չի ստացել։ Մենք ասել ենք, որ մենք պատրաստ ենք սկսել խորհրդակցությունները խաղաղության համաձայնագրի ստորագրման ժամկետների եւ տեղի շուրջ։ Ադրբեջանը ունի իր պատկերացումները, Ադրբեջանը ունի իր հարցերը, մեր գնահատականն այն է, որ այդ բոլոր հարցերը խաղաղության համաձայնագրի տեքստով եւ տեքստում հասցեագրված են եւ մենք կփորձենք մեր դիրքորոշումները ավելի պարզաբանել խաղաղության համաձայնագրի ստորագրման տեղի եւ ժամկետների շուրջ խորհրդակցությունների արդյունքում, որի վերաբերյալ Ադրբեջանը ես ճանապարհին էի ոնց որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը նույնպես այդ թեմայով հայտարարություն արել։ Սահմանադրության փոփոխության հետ կապված որևէ քննարկում Բաքվի հետ հայկական կողմը ունի, որ ինչ որ ժամկետում Հայաստանը կանի այդ փոփոխությունը։ Ոչ, չունի այդ դրա հետ կապված քննարկում, որովհետև մենք տեսեք նախ մեր դիրքորոշումը ես արտահայտել եմ, որ մենք կարծում ենք, որ առավել եւս համանդրական դատարանի նախորդ տարվա սեպտեմբերի կարծեմ որոշումից հետո ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը չունի տարածքային պահանջներ Ադրբեջանի կամ որևէ այլ երկրի նկատմամբ։ Երկրորդը
Մենք կարծում ենք, որ Ադրբեջանի սահմանադրությունում կան տարածքային պահանջներ Հայաստանի Հանրապետության նկատմամբ, բայց այս բոլոր հնարավոր ընկալումների հետ կապված կա հիմա արդեն նոր իրողություն։ Որն է այդ նոր իրողությունը։ Այդ նոր իրողությունը խաղաղության համաձայնագրի նախագծի համաձայնեցված տեքստի առկայությունն է։ Իսկ խաղաղության համաձայնագրի համաձայնեցված տեքստը բոլոր այդ մտահոգությունները հասցեագրում է, լուծում է, հասկանում եք։ Եվ մենք հիմա առաջիկա քննարկումներում կփորձենք Ադրբեջանի հետ խոսել այս հարցի վերաբերյալ եւ տեսնել որն է նրանց դիրքորոշման հիմնավորումը Սահմանադրության մասով։ Ընդհանրապես, որովհետև ելի ասում եմ, որ մենք էլ կարծում ենք, որ Ադրբեջանի սահմանադրությունն է Հայաստանի Հանրապետությունից տարածքային պահանջներ պարունակում։ Եվ նախկինում ոնց որ թե ես այդ թեմային անդրադարձել եմ, որ հիմա դուք հարց կբարձրացնեք, կասեք, բա այդ դեպքում ինչի Հայաստանն էլ իր հերթին չի բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության պայմանագրի կլուծի այդ հարցը։ Շատ լավ, ուրեմն նախկինում ասել եմ դրա մասին, հիմա էլ առավել եւս հիմա, երբ որ ունենք համաձայնեցված տեքստ, երկու կողմից հաստատված, որ տեքստը համաձայնեցված է, առավել եւս հիմա ասում եմ, որ խաղաղության համաձայնագրի նախագծի առնվազն 3 հոդվածներում այդ խնդիրներին անդրադարձ կա եւ այդ հարցերը լուծված են։ Բայց Բաքուն չի հրաժարվում։ Այսօր կրկնել են այդ պահանջը։ Այո, ես դա հասկանում եմ։ Ես ձեր հարցը հասկացա եւ ձեր հարցին եմ պատասխանում։ Եվ ասում եմ, որ այդ թվում երկկողմ քննարկման արդյունքում ոչ, ինչ հարց կքննարկենք։ Մենք երկկողմ քննարկման արդյունքում, եթե այդ հարցը կքննարկենք այն հարցը, որ Ադրբեջանի սահմանադրություն տարածքային պահանջներ է պարունակում Հայաստանի նկատմամբ եւ մենք ինչու ենք համարում, որ խաղաղության համաձայնագրի տեքստը լուծել է այդ խնդիրը, այդ թվում Ադրբեջանի սահմանադրության մեջ Հայաստանից տարածքների պահանջների Դուք նկատի ունեք, որ մինչ օրս բանակցային սեղանի շուրջ սահմանադրության հարց չի քննարկվել Բաքվի հետ, բացի իրենց հրապարակային հայտարարություններից։ Իրենք իրենց դիրքորոշումները, այսինքն ասել են, որ իրենք խնդիր են տեսնում, մենք էլ ասել ենք, որ մենք մեր ներքին հարցերը չենք քննարկում։ Սահմանադրության հետ կապված հարցերը մեր ներքին հարցերն են եւ մենք դա Ադրբեջանի հետ չենք քննարկում։ Բայց հիմա փաստորեն ներողություն եմ խնդրում։ Մի հարց է, Ոչ, ախր ես չեմ հասկանում։ Հիմա տեսեք, դուք հիմա գնալու եք տենց վերնագիր։ Ես տենց բան ասեցի, խնդրում եմ, ես ձեր հարցին ամբողջական պատասխան տվեցի։ Մի հարց էլ դիտորդների մասով։ Դուք հայտարարում եք, որ դիտորդներին Հայաստանը առաջարկել է հանել մինչև այս սահմանազատված հատվածներից 12-րդ խմբագրումը ստանալուց հետո ասացիք համաձայնեցված շարունակում են չմնալ այդ կետերը։ Այսինքն սա նշանակում է, որ Ադրբեջանը ասում էր ամբողջությամբ հանել։ Հայաստանը փաստորեն համաձայնել է պայմանագրի ստորագրման դեպքում ամբողջությամբ հանել դիտորդներին։ Հայաստանը համաձայնվել է, որ այն դրույթին, որ խաղաղության համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո կողմերը չպետք է երրորդ երկրների ուժեր տեղակայեն իրենց ընդհանուր սահմանի երկայնքով։ Ինչու փոխեցիք նախապես հայտարարված ձեր դիրքորոշումը։ Մենք ըստ էության նախապես հայտարարված մեր դիրքորոշումը չենք փոխել, որովհետև մենք փոխել ենք մեր ընկալումը տեքստի վերլուծության արդյունքում, արդեն ասացի, որ մենք այդ թվում անվտանգության խորհրդում ունեցել ենք քննարկում եւ եկել ենք այն եզրակացության, որ այս փոխանակումները ուղարկեցին, համաձայն չենք, այդ process-ը արդեն իսկ սպառել է եւ մենք անցանք հաջորդ փուլին վերլուծելով խաղաղության համաձայնագրի տեքստը ամբողջության մեջ եւ այդ վերլուծության արդյունքում եկանք հետեւության, որ մենք կարող ենք համարել, որ 4 տարվա բանակցությունների արդյունքում ձևավորված այս կոմպրոմիսային տեքստը կարող է ընդունելի լինել Հայաստանի Հանրապետության Մի հարց էլ հայցերի մասով, դուք հայցերի մասով ասում էիք, որ պետք է հայցերը փոխադարձաբար հետ կանչվեն եւ
պետք է այնպես լինի, որ հետո կողմերը այդ հարցերը չդարձնեն էսկալացիայի առիթ միմյանց նկատմամբ։ Այս հարցը ինչպես է կարգավորվել այդ կետով։ Ես կարծում եմ, որ այդ հարցը կարգավորվել է։ Բովանդակային առումով ինչ երաշխիքներ եք ստացել, որ Բաքուն օրինակ Գիտեք, ես հիմա չեմ ուզում շատ այդքան նյուանսների մեջ։ Բայց երաշխիքներ ստացել եք։ Տեսեք, գիտեք, երաշխիքը շատ տենց բառը շատ թվում է թե հասկանալի, բայց շատ դեպքերում անհասկանալի։ Ես ասում եմ, որ իրականում, տեսեք, այդ տեքստերը իրականում չեն մնացել ստատիկ նույնը։ Այսինքն այդ տեքստերը որոշակի էվոլյուցիա են ապրել եւ այդ էվոլյուցիան, որ այդ տեքստերը ապրել են մեր ցանկացած լավագույն տարբերակով չեն, բայց մենք այդ էվոլյուցիան գնահատել ենք, որ այնպիսին է ձեր նշած հոդվածների համատեքստում, որ կարող է ընդունելի լինել մեզ համար։ Եվ պարոն վարչապետ, երկու հիմա խոսվում է այդ հայցերի փաստորեն կետը համաձայնեցվել է, բայց այսօր Բաքուն արդեն այս հայտարարությանը զուգահեռ խոսում էր Հայաստանի դեմ նոր հայցեր ներկայացնելու հեռանկարի մասին։ Դեռ չկնքված պայմանագիրը, որը ինչպես հայտարարվեց համաձայնեցված է, Բաքուն արդեն այս ռետորաբանությամբ է հանդես գալիս։ Սա ինչպես է գնահատում դուք։ Արդյոք սա խոսում է ձեր գնահատականն է Բաքվի այս հայտարարությունը։ Գիտեք, ես եթե կարելի է, ես չմեկնաբանեմ Բաքվի այն հայտարարությունը, որ ես անձամբ չեմ կարդացել, որովհետև իմ փորձը ցույց է տալիս, որ կարող են ամենայն հարգանքով երրորդ անձանց միջոցով փոխանցված տեքստերը ճշգրիտ չլինել։ Ես կծանոթանամ։ Պարոն վարչապետ, դա է խնդիրը։ Փոխադարձություն կա այս հարցում, օրինակ հայցից մենք հրաժարվում ենք, իրենք էլ են հրաժարվում։ Եվ նաև տնտեսականին էլ է։ Ուրիշ բայց բան է հարցում, պարոն վարչապետ, ես հետագայի մասին էի հարցում։ Ներողություն եմ խնդրում, եթե կա։ Ես էլի ձեր հարցինի պատասխան ասում եմ, որ խաղաղության համաձայնագրի նախագծում չկա որևէ դրույթ, որ վերաբերվում է միայն Հայաստանին կամ վերաբերվում է միայն Ադրբեջանին։ Բոլոր դրույթները առանց բացառության հավասարապես վերաբերվում են թե Հայաստանին եւ թե Ադրբեջանին։ Շնորհակալություն։ Նաև ազատամարտի մասնակիցներին էին պահանջում ադրբեջանական ժամկետում եք հնարավոր համարել։ Ես չեմ կարող հիմա ժամկետներ ասել եւ արդեն ասացինք, որ մենք պատրաստ ենք սկսել խորհրդակցությունները այդ ժամկետների եւ տեղի վերաբերյալ։ Ադրբեջանն էլ որոշ ձևակերպումներով ասաց, որ երկկողմ մակարդակում պատրաստ են հետագա հարցերի քննարկումները քննարկենք եւ քննարկման ընթացքում քննարկման արդյունքների մասին իհարկե հանրությունը կտեղեկացնի։ Կարող եք մի հարց էլ տալ Հայաստանում դուք ասում եք տեքստի կետերին ծանոթ են ըստ էության քաղաքացիները, այս ընթացքում Բաքուն պարբերաբար նաև խոսել է ռևանշիզմի մասին։ Այսպիսի դրույթ կա համաձայնագրում, գուցե ձևակերպումը մի փոքր այլ կամ ուրիշ ձև, որ կենթադրի օրինակ ռևանշիզմի բացառու կամ չգիտեմ, այս տեսակ ինչ որ մի բան պայմանագրում կա համաձայնեցված։ Պայմանագրում համաձայնեցված դրույթ կա, որ խաղաղության տրամաբանությանը հակասող գործողություններ պետքա տեղի չունենան եւ Ադրբեջանում եւ Հայաստանում, բայց դա նշանակում է, որ խաղաղության տրամաբանությանը հակասող գործողություններ պետքա տեղի չունենան։ Բայց իրենք միշտ հայտարարում են, որ Հայաստան, Ադրբեջան, Ադրբեջան։ Դե հենց այդ եմ ասում, դա պետքա տեղի չունենա։ Դա գրած է, որ Ադրբեջանում էլ չեն ասելու Հայաստանի Հանրապետության։ Գիտեք, որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը արևմտյան Ադրբեջան։ Ես գիտեք, ուրեմն ինչպես նախկինում ասել եմ, ուրեմն Հայաստան խաղաղության համաձայնագրում համաձայնեցված այդ թվում այդ դրույթ կա, որ Հայաստանի Հանրապետությունը եւ Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, չունեն միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ եւ ապագայում էլ նման պահանջներ առաջ չեն քաշելու։ Սա այն է, ինչի մասին մենք նախկինում հայտարարել ենք եւ դեռևս 2000, այսինքն նախկինում հայտարարել ենք այդ դրույթների համաձայնեցված լինելու մասին։ Շնորհակալ եմ։